խաղաղության համաձայնագիր, հայ-ադրբեջանական հարաբերություններ, պատերազմ ու խաղաղություն։ Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի հիմնական թեմաներն էին։ Պաշտոնական Երևանը կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարել է, թե որ դեպքում է պատրաստ նախաձեռնել սահմանադրական փոփոխություն։ Եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։ Ազնիվ ասեմ, այդ պարագայում ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ անձամբ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Մինչդեռ ամիսներ առաջ կառավարությունը պնդում էր, թե նոր սահմանադրությունը չի գրվում Ադրբեջանի պահանջով։ Փորձագետի խոսքով Փաշինյանը բաց տեքստով ամեն բան ներկայացրել է այնպես, ինչպես որ կա։ Փաշինյանը անուղղակի խոստովանեց, որ այդ օրակարգը ընդհանրապես Հայաստանում ձևավորվել է Ադրբեջանի պահանջով եւ ոչ թե դա ներքին օրակարգ է։ Հակառակ պարագայում այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը գործնականում չունի հանրությանը որևէ անգամ միջանկյալ, այսպես հանգրվանային արդյունք ներկայացնելու հնարավորություն։ Բարեկամություն սպիներով, բայց հանուն ապագայի արտաքին գերատեսչության ղեկավարը համոզված է, Բաքվի եւ Անկարայի հետ հարցերը հնարավոր է կարգավորել։ Այնուամենայնիվ մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ եւ վստահության կառուցմամբ։ Հայաստանի տեսլականը հստակ է։ Մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով դիվիդենտներ ու ընտրական ձայն շահելու միակ միջոցը մնացել է խաղաղության համաձայնագիրը։ Քաղաքագետի խոսքով պաշտոնական Երևանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի մինչև ընտրություն ունենա ստորագրված խաղաղության համաձայնագիր, այն դարձնելով նախընտրական քարոզչության հիմնական գործիքը։ Սա բավական բաց տեքստով նշանակում էր կամ ուղերձեր թե Բաքվին, թե գուցե նաև Անկարային, որ Հայաստանի իշխանությանը պետք է որևէ արդյունքի հնարավորություն տալ եւ բնական է հիմա հատկապես շեշտը դրված է այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելու վրա։ Ֆրանսիան էլ աջակցում է Հայաստանին եւ Արցախից տեղահանվածներին։ Բաքվի հետ պայմանագիրը պետք է կնքվի։ Զուգահեռ Երևանում է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ այն վավերացնելու։ Ահա ինչ է սպասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Փարիզի ծրագրերը Հարավային Կովկասում չի տարբերվում տարածաշրջանային երկրների ու մյուս գերտերությունների ծրագրերից։ Պայքար Կովկասի ճանապարհային հաղորդակցային ռեսուրսների համար։ Կամ պետք է դիտարկել ճանապարհը հարավից դեպի Սևծով, այսինքն Պարսից ծոց Սևծով տրամաբանության մեջ, որը պետք է անցնի Իրանով, Հայաստանով դեպի Վրաստան եւ Սևծով ու հետագայում արդեն Եվրոպա, կամ Ադրբեջանով պետք է անցնի եւ Ադրբեջան Հայաստան, Թուրքիա, այս երթուղով, այսինքն Խաչմերուկի այս երկու ուղղություններն են։ Զուգահեռ բավականին բարելավվում են Ֆրանսիայի հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Փորձագետի խոսքով սա Փարիզի պլան B-ն է, եթե հանկարծ լարվի հարաբերությունները Իրանի հետ։ Ստացվում է, մինչ Հայաստանը խաղաղության փնտրտուքի ճանապարհին է, խոշոր խաղացողները գծում են սեփական շահերին համապատասխան ճանապարհային քարտեզ։ Գարի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։